7-ից 9 Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն պետք է թռներ Բաքու պետական այցով։ Նախ ասեմ, որ պետական այցի որպես այդպես շատ երկար այց էր ստացվում, ընդհանրապես լինում է 1-2, մաքսիմում 3 օր, ոչ թե 5 օր եւ այլն։ Բայց ամենահետաքրքիրը ինչ է, որ այս այցի մեջտեղում Ալիևը պիտի թողներ Նեթանյահուն Բաքվում, ինքը թռներ Մոսկվա, որպեսզի մասնակցեր մայիս 9-ի այդ տորակատարություններին, որ վկալներ ինչպես իրեն իր զորքերը անցնում Կարմիր հրապարակով։ Ուրեմն ասեցի, որ Նեթանյահուի այցը հետաձգվել է, որովհետև իրավիճակը Գազայում եւ Սիրիայում թեժացել է, պետք է ինքը ներկա լինի երկրում, բայց իրականում դա եղավ, որովհետև Թուրքիան արգելել է Նեթանյահուի օդանավին թռնել Թուրքիայի օդային տարածքով։ Դա եղավ նույնպես ինչպես նաև 2024 թվականին, այդ COP29-ը, որ դիլեր Բաքվում եւ Իսրայելի պրեզիդենտ Հերցոգը պիտի գնար եւ Թուրքիան նորից արգելեց նրա ճանապարհը։ Ուրեմն այս հիմա թերթերը գրում են, որ քննարկել են, որ միգուցե Նեթանյահուն թռնի, եթե չի կարող, ուրեմն Թուրքիայի տարածքով գնա ուղղակի, ուրեմն գնա Հունաստանի, Բուլղարիայի վրայով Սևծովով մտնի Վրաստան, բայց ոչ միայն երկար էր ստացվում, այլև բոլորովին էլ ապահով չէր։ Հետևաբար այդ այցը կյանսել եղավ։ Թե ինչու է Թուրքիան այսպես խանդոտ ձևով նայում Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին, դա արդեն ուրիշ հարց է։